Եզրային կարատեսակ է, կարող ենք ասել եզրաշերտ կտորով մշակում է, շատ հետաքրքիր կարատեսակ է, եթե նկատեք, սա հիմնական կտորն է, սա եզրը մշակած է եզրակտորով։ Շատ տեղեր կարելի է կիրառել, այդ թվում նաև ստորին հատվածների եզրերի մշակումը, վերևի հատված օրինակ գոտիների կամ թևի փորվածքների, նայած որտեղ դուք այն կկիրառեք, իրականում բավականին այսպես հետաքրքիր կարատեսակ է, որտեղ ինչպես տեսնում եք ներսը գնում է այս եզրակտորը, որը կարող է գնալ մինչև վերջ, մինչև այս ծալվող եզրը եւ կարող է լինել նաև կարաբաժինը քիչ։ Այս կարատեսակը ընդհանրապես կարելի է կիրառել ըստ ձեր ցանկության, որտեղ որ ցանկանաք, որտեղ մեջը բաց է, կարելի է նույնիսկ ռեզին անցկացնել։ Այստեղ հիմնական կտորի եզրը մշակելու համար մեզ հարկավոր է եզրաշերտ կտոր, որը պետք է ունենա, օրինակ, քանի շերտել այստեղ հաշվում են կարաբաժինները, օրինակ ես ընտրեցի 5 մմ-ը եւ որքան եք ուզում, որ այս հատվածը մինչև վերջ գա։ Քանի որ նախորդ տարբերակը մինչև վերջ էր, այստեղ ես ընտրեցի ընդհանուր 3 սանտիմետր կտորի լայնությունը եւ ստացվում է, որ այնտեղ կարաբաժին ներսի հատվածում իմ մոտ լինելու է 5 մմ։ Ամեն ինչ կապված է կտորի որակից, հաստությունից եւ ձեր ցանկությունից։ Ըստ մոդելի կարող եք ընտրել կարաբաժինները։ Դետալները դրվում են երեսային կողմերով իրար վրա, հավասարացնում ենք եզրերը եւ կարում ենք։ Ես այստեղ ընտրել եմ 5 մմ, բոլոր կարերը լինելու են այստեղ կարաբաժինները եւ կարում ենք այս առաջին ներկարը։ Կարեցի թաթիկի լայնությամբ հիմնականում ես այդպես եմ մշակում բոլոր եզրերը, եթե այսպիսի տարբերակով պետք է մշակվի, շատ հարմար է, նույնիսկ հետո չեմ չափում, որովհետև թաթիկի լայնությունը մոտավորապես 5 մմ։ Եզրը մշակելու համար կարաբաժինը ծալում ենք դեպի եզրաշերտ կտորը, ծալում ենք եզրով այնպես, որ կարաբաժնի այդ կտորի եզրը ծալվող հատվածի մասով ընկնի հենց այդ չափով։ Այստեղ եթե նկատեք, կտեսնեք, որ ինձ մնացել է ընդամենը 5 մմ ավել կարաբաժին։ Այս աշխատանքը կատարելուց հետո արդեն ծալում ենք վերևի եզրը, այստեղ ըստ մոդելի է, նայած թե որտեղ դուք այս կարը կօգտագործեք, հնարավոր է որպես կարատեսակ այն նախատեսված է այս կամ այն մշակումներ կատարելու համար, բայց տեխնոլոգիան այնպիսի բան է, որ մենք կարատեսակների մեր գիտելիքները, այդպես ասեմ, օգտագործում ենք մեզ հարմար տեղ, որտեղ դա հնարավոր է կամ գեղեցիկ է նայում, այսինքն մեր համար գեղեցկությունն է կարևոր, վերջնական տեսքը։ Օրինակ հաշվենք, որ առանձին այդպես ձևած գոտի չի, այլ այդպիսի հեշտ ձևածքի կիսաշրջած գեստ է, որտեղ պետք է ընդամենը եզրը մշակվեր, այսպես շատ հարմար կարելի է մշակել եզրը առանց ավերլոկի, այդպես ասեմ, որովհետև միանգամից մշակում ենք նաև բաց եզրը եւ այստեղ կարելի է անցկացնել ռեզին, այն կարող է լինել ավելի լայն, ըստ ռեզինի լայնության, կարող է լինել օրինակ վզի փորվածք, կարող է լինել թևի փորվածք, նայած որտեղ եք մշակում։ Կոր հատվածները իհարկե այդ եզրաշերտ կտորը պետք է լինի շեղբ ձևածքի։ Ուշադրություն դարձրեք, որ կարաբաժինը ես այստեղ քիչ էի վերցրել, իսկ այստեղ մինչև վերջ։ Դա նույնպես նայում եք ձեր հագուստին ինչ եք մշակում, որտեղ կկիրառեք այս կարատեսակը։ Շատ հարմար է, անպայման կիրառեք ձեր աշխատանքներում։